Առաջինի ուղիղ եթերում օրվա իրադարձությունները լուսաբանելու գլխավոր ժամն է, ես Արտյոմ Կարապետյանն եմ, բարի երեկո։ Վերջին մեկ տարում հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի գնահատականը։ Դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրեր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացը դյուրացվում է։ Հայաստանն ու Թուրքիան վերահաստատում են հարաբերությունների կարգավորման հանձնառությունը։ Համառոտ նաեւ թողարկման առաջին հատվածի մյուս թեմաների մասին։ Բաքուն շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին տարանցման սակագների հարցն օպերատիվ լուծելու համար Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը։ Խաղաղության համաձայնագիրը մոտ է, հիմնական վիճելի հարցը Դոնբասի ճակատագիրն է։ Զելենսկի-Թրամփ 3 ժամ տևած հանդիպման արդյունքները։ Սևանի ափին 20-ից ավելի ինքնակամ շենք է քանդվել։ Սեփականատերերի թվում նախկին ու ներկա պաշտոնյաներ կան։ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մայրը ձեռք էր բերել կառուցապատման իրավունքը առողջարքի պայմանագրի հիման վրա։ Առողջապահության նախկին փոխնախարարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման համար։ Առողջապահ առողջարան են ուղեկրել 5461 երեխաների իբրև տուբ կոնտակտավոր։ Մեղադրյալ են Վահան Պողոսյանի որդին ու կինը։ Եվ այսպես Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար։ Սա հնարավոր է դարձել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում։ Արտգործնախարարության հաղորդմամբ 2026-ի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագիր ունեցողները կարողանալու են անվճար ստանալ էլեկտրոնային վիզա։ Այսպիսով Հայաստանն ու Թուրքիան վերահաստատում են երկրների միջև կարգավորման գործընթացը շարունակելու հանձնառությունը նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը։